Փառքնեժդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատեր Սասնածռերին։ Դեռ մի օր է սկսել խորհրդարանը կամ արդեն երկրորդ օրն է, որ աշխատում է, արդեն փչացած այն ռադիոյի այն որ անդադ նույն նյութերն է հաղորդում, նույն վեճը, նույն գզվրտոցը, նույն մարտի 1-ը, այն որ Նիկոլն ասում էր ըստ էության ամբողջովին բացահայտված է, բանը սպառվում է բացահայտված չէ, հլընթագարակը, սրանք Նիկոլին են մեղադրում, Նիկոլը սրանց է մեղադրում, ձայնագրություններ, չգիտեմ հայտարարություններ, Հայմիջալուց ոստիկանին ասեն, որ ոստիկան դու նույնն ես մնացել, Ռոբերտի օրոքել, Սերժիկի օրոքել, Նիկոլի օրոքել, այն որ Նիկոլը ասում էր սիրտս փառավորվում է, որ քարով փեդով ոստիկանին խփում եք, այսօր դու այդ Նիկոլի հանձնարարությունն ես կատարում, կա չէ ոստիկան, որ այն օրվանից չէ որս կահլը, չնայած ռեժիմը չի փոխվել, Սերժիկը կասել սիրտս հովանում է, Նիկոլն էլ կասի, Ռոբերտն էլ կասի, չնայած նրանք Նիկոլի պես բան չեն, իրենց ծալապագած չեն, իրենք փառավորվի իրենց սիրտը, բայց դες ապուշ բաներ չեն բարձրաձայնի, սա անում է, որովհետև սա բարձր պարգևավճար է ստանում ապուշություններ անելու համար։ Բայց իմ խոսքի նյութը լրիվ այլ բան է, այն որ Նիկոլ Փաշինյանը ուզում էր սահմանադրական մեծամասնություն, որ սահմանադրությունը փոխեր, ոնց որ անհանգստացած չի, որ սահմանադրական մեծամասնություն չի կազմել, որովհետև այսօր այդ Հաջիև-Մաջիևներն էլ արդեն շատ վստահ ասում են Հայաստանում տեղի կունենա սահմանադրության փոփոխություն, բոլորը ակնկալում են, սպասում են Հայաստանի սահմանադրության փոփոխությանը։ Եվ այստեղ հարց է առաջանում, այդքան կարևոր է մեր սահմանադրությունը Ադրբեջանի եւ առհասարակ տարածաշրջանի համար։ Կամ եթե կարևոր է ու այսօրվա սահմանադրությունը այդքան վախեցնում է, ուրեմն մեր ճշտամներին, ուրեմն այսօրվա սահմանադրությունը ահագի իրենց ուժ է ներկայացնում եւ իրավական հենք ունի։ Եթե ազերին, ել չասեմ տարածաշրջանը վախենում է այսօրվա սահմանադրությունից, որտեղ մի փոքրիկ ակնարկ կա առաջին հանրապետության իրավահաջորդության մասին։ Իրենց սահմանադրության մեջ էր, որ կարդանք, կհասկանանք, որ Հայաստան պետք է չլինի։ Ես պատկերացրած սահմանադրությամբ իրենց տարածքները սարսափելի մեծ են։ Այդ արևմտյան Ադրբեջանն էլ իրաց պատկերացումներում կա։ Բայց դա մեզ չի անհանգստացնում, որովհետև դրա մեջ միջազգային իրավունքի ոչ մի երաշխիք չկա, բայց մեր սահմանադրությունը փաստորեն եթե նրանց անհանգստացնում, ուրեմն ինքը իրականում միջազգային իրավունքով երաշխավորված է։ Այն որ Նիկոլն ասում է Արցախը միջազգային իրավունքով Ադրբեջանին է, դա այդպես չի, ընդհակառակը։ Իրենք այդ սահմանադրությունը, որ պարտադրում են Նիկոլին, այն որ ասում են մենք Արցախը հանձնելով ավելի ինքնիշխան ենք դառել, այսինքն թարս բան է անում, էլի, ես բազմիցս կոշտ համեմատություններ եմ արել, այսինքն Արցախը հանձնել է, հիմա ում որ հանձնել է Արցախը, այդ մարդն է իրեն թելադրում։ Այսինքն մենք ինքնիշխան չենք, Բաքուն ասում է սահմանադրությունը փոխի, փոխում է, Բաքուն ասում է բանակը կրճատի, կրճատում է, Բաքուն ասում է Արարատը Թուրքիա հայտարարի, հայտարարում է, Բաքուն ասում է ցեղասպանությունից չխոսես, չի խոսում։ Ու այս բոլոր չարիքների դիմաց իրենք ստանում են բարձր պարգևավճարներ։ Անել վատ բաներ Հայաստանի համար եւ ստանալ բարձր պարգևավճարներ։ Բայց այստեղ մի ուրիշ հարց է առաջանում, այդ սահմանադրությունը այդեն չի եք ուզում փոխեք, էլի ասենք լավ, Նիկոլը ձեր բանն է, ձեր խաղալիքն է, ինչ ասեք պետք է անի։ Օրինակ Հաջիև-Մաջիև, Իլհամ, չգիտեմ Էրդողան, դուք չգիտեք, որ Հայաստանի այսօրվա սահմանադրությունը փոխեք ձեր ուզածով, եթե գրեք, դուք դրանով հարվածում եք Վիլսոնի իրավար վճռին։ Իսկ Վիլսոնի իրավարար վճիռը դա Ամերիկայի նախագահի կողմից պարտադիր կատարման ենթակա կազմված թուղթ է, իրավարար վճիռ է։ Այդ էլ հələ քիչ է, այդ վճիռը ամրագրվել հաստատվել է Ամերիկյան պետության կնիքով։ Ամերիկայի պետության կնիքն է դրված դրա տակ։ Ոչ թե նախագահինը։ Այսինքն դա դարձել է բոլոր նախագահների, այսինքն Ամերիկայի պետության հովանավորության տակ գտնվող թուղթ։ Իր ներքին փաստաթղթերի հետ հավասար փաստաթուղթ է։ Հիմա որ դուք սահմանադրություն եք ուզում փոխեք, ասենք, չգիտեմ, հայ ժողովուրդը բան կա, չէ՞, սփյուռքահայերը գնում են Երևան, տեսնում են բոլորը երգում, պարում, ուրախանում, ռեստորանում, քեֆ ուրախություն է, ասես ոչ մի վտանգ չկա Հայաստանին, չէ՞, ասենք
Գրում են գալիս են, պատմեն, վայ, դու տեսնեք Հայաստանը ինչ ծևի է դզվել, երբ, պար, հարստություն, կեր, խմի, են ակամայից հիշեցի են բանը, դժողքի, անեկդոտ կա, չէ, դժողքի գովազդը, չէ, մարդիկ այդ բանը սատանան ոնց ինչպես է գովազդում դժողքի մուտքի մոտ, մարդիկ գիտեն դժողքը հրաշք է եւ այդ է տեղի ունենում Հայաստանում, Ալիևը զինվում զորավարություններ անում, Հայաստանում խորոված քյաբաբ, բանը գիտիլը կրճատում են, բանը զենք չենք առնում, որովհետեւ մենք ոչ մեկից պահանջ չունենք, հասկանում, չէ, այս վիճակն է, առաջ հայացքից տպավորություն է, որ աշխարհի ամենախաղաղ կետն է եւ ոչ մի խնդիր չունի, ոչ մեկին ոչ տալիք ունի, ոչ ուզելիք։ Բայց Հաջիևն ասում է սահմանադրությունը փոխվել է, որ տարածաշրջանում բան պետք է փոխվի, այդ սահմանադրության փոխվելուց հետո։ Բա Ամերիկային ոնց է համոզելու։ Կամ ձեր Նիկոլը բան չի, այդ սահմանադրական մեծամասնություն դենց էլ 66% չհավաքեց։ Դուք Ռոբերտի եւ Տաշիր Սամոյի վրա փաստորեն հույս ունեք լուրջ, որ նրանք էլ կմիանան Նիկոլին եւ սահմանադրությունը կփոխեն։ Եթե Հաջիևը շատ ուրախ զվարթ ասում է հերթը հասել է սահմանադրության փոփոխմանը ու ինքը այս խորհրդանի կազմից վախեցած չի, ուրեմն Տաշիր Սամոն, Ռոբերտ Քոչարյանը Նիկոլի հետ այս գործը վիզ են առել, որ պետք է անեն։ Այս խորհրդան ձևավորվելուց հետո պետք է թուրքերը գլխները падին տային, լացեին, մազերները գլխներից հանեին, բայց չեն անում։ Չեն անում, որովհետև իրենց սրտի մուրս մանգաղ աստղը վերականգնվել է, կապ չունի տոկոսային հարաբերությունը։ Սկի կապ չունի, որովհետև բոլորն իրենցն են։ Ու եթե առաջ քավորը Պուտինն էր, հիմա էլ Պուտին։ Հիմա քավորը նույնիսկ կարելի ասել Իլհամն է։ Ու եթե հանգարց Իլհամին ինչ-որ բան է պետք, նույնիսկ հետո Պուտինին ասում է հերիք է, Պուտինը սրանց կարգադրեց վազելով անում են։ Այսինքն Տաշիր Սամոն եւ Ռոբերտ Քոչարյանը, եթե ուղիղ չէ, բայց Պուտինի միջնորդությամբ նրանք էլ Իլհամի ցանկությունը կատարող ուժեղ տղերք են։ Դե Նիկոլին էլ չասեմ։ Հիմա հասկանում եք, չէ, ժողովուրդ ինչ արեցիք։ Այն որ Քարոզարշավի շրջանակների միջև ընտրության գալը, չնայած ես ասել եմ, որ այս մուրս մանգաղաստղը կրկնվելու է, անգամ մեր քաղաքական թիմը, որ պետք է մենք մերոնք մեծամասամբ այն կարծիքին են, որ խորհրդարան պետք է անցնեն։ Իրականում մենք անցել ենք մի բան էլ ավել, բայց ես ասեցի, որ անգամ մի տոկոս չեն ցույց տալու, որովհետև ժողովրդին ցույց են տալու, որ մեռնում է ազգայինը, ոչ մեկին չի հետաքրքրում ազգայինը։ Իրենք այդ բանը ցույց են տալու, կեղծելու են։ Հասկանում եք։ Իրենք արեցին դա։ Բայց ես գիտեի, չէ, որ սրանք ինչ են անում։ Եվ փողոցներում հարցումները, անկախ այն լրատվամիջոցներ կային, որ հարցում էին անում, գրեթե կեսը դեմ էր եւ ներկային եւ նախկինին։ Ժողովրդի կեսը, եթե ոչ ավելին։ Ես թվեր չեմ սիրում ասել։ Ճնշող մեծամասնությունը ոչ նախկին, ոչ ներկա էր ասում։ Ու այսօր խորհրդարանում չկա ոչ նախկին, բանը, այդ ոչ նախկին ներկա, այդ ասող մարդկանց քաղաքական թիմը չկա, այսինքն նախկին ու ներկա է անտեղ մենակ։ Բայց այդ կեսը ինչ եղան, այդ 50%-ը, որ դեմ էր եւ Նիկոլին, եւ Ռոբերտին, եւ Տաշիրին, եւ Սերժիկին, եւ Լևոնին, այդ ժողովրդի քվեն ինչ եղավ։ Այդ մարդիկ ասում են, չէ, մենք դեմ ենք։ Սրան էլ, նրան էլ, նախկիններ բան։ Ինչ եղավ այդ քվեն, որտեղ է։ Կարող եք ասեք, ուր գնաց այդ քվեն։ Փոշիացվեց, չէ։ Եվ խորհրդարանը նորից Նիկոլը գովազդեց Տաշիր Սամոյին, չէ, բելարուսացի Գագոյին, Քոչարյանին, բանին, ասենց ինչ էր, Տաշիրեցին, բելարուսացին, սա նա ինքը գովազդելով հոնես չարեց, որ ժողովուրդը դից ընտրեն այդ բոլորին տանն հասկացնեն։ Չիկը գովազդը սկզբից արեց, որ հետո էլ կեղծելուց այդ իր գովազդով այդ կեղծի իրեն վերցնի, նրան վերցնի ու նրան վերցնի, որ հանգարց չասեն, որ BVR-1-ը մյուսը ձեն է տարել։ Ժողովրդի ականջին այդ 3-4 կուսակցության անուններն անդադասելով տարան, որ այն որ արդեն գիշերը ժամ 1-ներ 2-ներ ուզում են ասել, բացես տեսավ պարտվել է, տո ինքն էլ է պարտվել, տո նրանք էլ են պարտվել, խառնվեցին իրար։
Բայց ինչի՞ ես որ Տաշի Սամոն չի խոսում կամ բանս Քոչարյան Ռոբերտ չի խոսում ընտրությունների հետ կեղծված այդ խիստ չեն բանանում, քննադատում են հետև։ Որտեվ իրենք էլ են այնտեղ դուժել։ Կամ ո՞նց է բանը նստել են, ասեք Քոչարյանի կուսակցության այդ խմբակցության տղերք նստել են, Նիկոլին քննադատում են, ասում են Գագիկ Ծառուկյանի ձայները գողացար։ Տղա ձեզ էլ է տվել։ Ձեզ էլ է մանդատ տվել Գագիկ Ծառուկյանից։ Ոնց մենակ ինքն է գողացել։ Թե բոլորդ եք գողացել։ Մենք ճշտեք էլի ով է գողը։ Բայց դու տեսար որ գողացավ, ինչի՞ ես վերցրել։ Այսինքն քեզ գողոնից փայ են հարել, հələ մի բան էլ դժգոհում ես։ Շուրջ հասկանում եք դուք ինչ եք բերել ձեր գլխին։ Ախր ոնց պետք է հասկանաք։ Այսքան ասում եմ։ Ձեր վրա հույս դնելու չի։ Հույսը մեր վրա պետք է դնենք։ Շատ քիչ փոքրաթիվ ազգային մտածելակերպ ունեցող մարդկանց վրա։ Թե բան փոխենք մենք ենք փոխելու։ Դուք այդպես խորոված քյաբաբ ուտելով գնալու եք Ալիևի ծոցը ու գլխի չլնեք։ Խելքի եկեք։